Ի վերջո քրեական օրենսգրքի 420 հոդվածն է կարծեմ, հենց այդպես էլ կոչվում է սահմանադրական կարգի տապալում, որը նախատեսում է 10-ից 15 տարվա ազատազրկում։ Ինչով եք դուք զբաղված, դուք անձագործներ եք։ Կամ ձեզանից որևէ մեկը կարող է հակաճառել, երբ ինքը թիվ 1 ամբիոնից, ազգային ժողովի թիվ 1 ամբիոնից մեր պետության, երբ հայտարարում է, որ 5000, չասեմ 5000, որտեղ դրանից կբռնի հազարավոր զինվորներ ինքը զոհեց, որպեսզի պահի իր իշխանությունը։ Ինքը կարող էր չզոհեր եւ Արցախը կունենար, ինքը վախենում է Ալիևից, որ Արցախ ասի, որ Ղարաբաղը կունենար այս նույն կարգավիճակը։ Սա պետական դավաճանություն չի, սա 418 հոդվածը չի։ Գիտեք, կա կարծեմ 24-րդ գլուխն է։ Այսինքն 16 հոդվածներ կան պետության նկատմամբ հանցագործություն իրականացնելու հետ կապված, այդ բոլոր հոդվածներում իր կերպարը կա, մարդու իրավունքներ կլինի, պետական դավաճանություն կլինի, սահմանադրական կարգի տապալում կլինի եւ այլն։ Եվ ինքը այսօր ազատորեն ման է գալիս եւ այդպիսի ստորություններ է իրեն թույլ տալիս, դուք ինչով եք զբաղված։ Այդ ձեր պատճառով է, ձեր արածի պատճառով, որ ինքը այսօր այդ վիճակին է։ Ես մտածում եմ, որ երեկա դեպքից հետո գոնը սա այնքան ակնառու է, այնքան ճչացող փաստ է, ինքը այսօր պետք է ազատության մեջ չլիներ։ Ատելության խոսք, վիրավորանք, հայոյանք, բռնության գործադրում, ինչ է ձեզ ուրիշ պետք։ Գիտեք, այն կարծեմ Սամվել Կարապետյանի դեպքում հալյուցինացիաների հետ կապված ինքը դատի է տվել։ Ես շատ լուրջ մեղադրանքներ եմ առաջադրել պետական առաջին դեմքին մեր պետության, ես նրան մեղադրում եմ պետական դավաճանության սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Ինչու ինձ դատի չեք տալիս։ Բայց երկու լուծում կա, կամ պետք է իսկապես, եթե դա այդպես չի, ես պետք է խիստ պատժվեմ, որտեղ պետության առաջի դեմքն է, կամ պետք է ինքը այլևս այդ կարգավիճակին չլինի եւ այնտեղ որտեղ պետք է հայտնվեր։ Այդ նույնը պետք է ասեմ նաեւ հանրապետության նախագահի հետ կապված։ Սահմանադրությունը ունի 123 հոդված, որտեղ գրված է նախագահի կարգավիճակը եւ նրա գործառույթները, կարծեմ հենց այդպես էլ կոչվում է։ Գրված է, որ նախագահը պետության գլուխն է։ Նա սահմանադրական կարգի պահպանման եւ սահմանադրության պատասխանատուն է, այսինքն երաշխավորն է։ Չեք տեսնում ինչ է կատարում։ Լավ, դուք ինչով եք զբաղված, ես չեմ հասկանում, այս պետությունը լափաման է ձեզ համար։ Այսինքն դուք գիտեք, որ գնաք թակու դիակի մոտ կանգնեք, նկարվեք ժպիտով, նախագահի ֆունկցիան դա է, կամ են ազգային ժողովի նախագահը։ Ասում է Ռոբերտին կզացնելու եմ, այ ղզիկ, դու գնա նրա մոտ ծնկի արի ասա, մի քիչ տղամարդկային որակ ինձ սովորացրու, մի քիչ պետության մասին ինչ-որ բաներ ասա, որ հասկանամ ինչ է։ Ինքը իսկապես պետական անձագործ է, որովհետև ինձ ասել էին, ռուս դիվանագետներից մեկը ինձ ասաց, որ քիչ թողեք ինքը դուրս գա միջազգային ասպարեզ, միջազգային հարթակ, որովհետև ինքը փորձում է այն ինչ կատարվեց Արցախի հետ արդարացնել ՄԱԿ-ի հայտնի բանաձևերով։ 4 որոշումներ, ինքը չգիտեր, որ 4 էր, 93 թիվ, ապրիլից մինչև հոկտեմբեր 4 որոշում ՄԱԿ-ի բանաձևեր։ Բայց դա չի իրականացվել, Վլադիմիր Կազիմիրով երևի լսած կլինի, եթե իհարկե չի զբաղվում, այդ ժամանակ ունի զբաղվելու Կազիմիրով, որը Ռուսաստանի ներկայացուցիչն էր, Կազիմիրովը այդ Մինսկի խումբը նամակ գրեցին անվտանգության խորհուրդ եւ պատճառաբանվեց նրանով, որ Ադրբեջանը ինքը չի կատարել պայմանավորվածություն, այսինքն չի ապաշրջափակել Արցախը, դրա համար էլ չի իրականացվել այն, ինչ ընդունված էր այդ որոշումները։ Ինքը չի հասկանա դա։ Ինքը ժամանակ չունի, ինքը ասֆալտի տենդերներով է զբաղվում, խաղային բիզնեսի շահույթներ է հաշվարկում, բայց ավելի մի ճչացող փաստ կա։ Գլխավոր դատախազույց շատ լսեք, որովհետև այն ինչ պետք է ասեմ, իրավագիտության հետ իր պատահականորեն հայտնված չափավոր տգետի համար նույնիսկ սա հասկանալի պետք է լինի։ Երբ նա կատարեց այդ ստոր գործողությունը, երբ թքեց քաղաքացու վրա, Կարենի վրա, դուք լրագրողի հարցին պատասխանելուց, թե ինչ գնահատական կտայիք, համայնը արդարացրիք նրան ասելով, որ չկա նման հոդված։ Նու արդարացրեցիք, այդպես ասեմ։ Բայց կարծում եմ, ով, բայց դուք շատ լավ գիտեք, կա 297 հոդված քրեական օրենսգրքի խուլիգանություն, խմբակային խուլիգանություն, որովհետև թիկնապաների միջոցով այդ ստոր գործողությունը կատարել,
որը եթե չեմ սխալվում 2-ից 5 տարի ազատազրկում է պահանջվում։ Նաև կա 441 հոդված, որը կոչվում է բառացիորեն երևի չցիտեմ, բայց պաշտոնական դիրքի չարաշահման մասին է խոսքը։ Ինքը պաշտոնական դիրքն է չարաշահել, որը 1-ից 4 տարի ազատազրկում է պահանջում։ Եվ այս ողբերգությունը այսօր շարունակում է մեր պարլամենտը, մեր պարլամենտական դիվանագիտությունը ներկայացնել։ Հասկանում եք, ես մի երկու խոսքեր ունեմ այս Միախտիզնակով ազգային ժողովի նախագահի հետ կապված։ Հիշում եք 24 թիվներ հոկտեմբերի 17 լսումներ էին եւ ես ելույթ ունեցա դրանից 2 օր առաջ իմ դիվանագետ գոլեգան Բուլղարիայից, որի հետ բավականին մտերիմ ենք, զանգել ասում են, գիտեք, չինական ինչ-որ մամուլում կարդացել էր, որ Հայաստանի ազգային ժողովի նախագահն թքել է քաղաքացու վրա, ասում է, եւ չի պատժվել։ Ասացի ոչ, իհարկե ինքը իր գնահատականը տվեց եւ ասաց չէի սպասում, որ Հայաստանը կարող այդ վիճակին լինի, որ ազգային ժողովի նախագահը նման ստորություն անի եւ չպատժվի։ Եվ ինչ արվեց։ Այդ ՊՊՑ-ի ներկայացուցիչները 4-5 հոգի բռնի ուժով ինձ դուրս անեցին ազգային ժողովից։ Այն դեպքում, որ ՊՊՑ-ն կոչված էր ապահովելու անվտանգությունը ազգային ժողովի։ Այս սիրիկա դու գայիր դուրս աներ, ախր ղզիկ ես գիտեմ, որ դու չէիր գա։ Կամ ինքը ինչ-որ մի հանձնաժողովում ես մասնակցում էի, այդ հանձնաժողովը ռահի հետ կապված։ Ուրեմն շատ վատ պահեցին իրենց, եւ հանձնաժողովի նախագահը, եւ այդտեղ մի քանի հոգի, եւ adekvat համարժեք պատասխան ստացան, եւ դրանց միայն պետք է համարժեք պատասխանես։ Եվ իրեն հարց էին տվել, ասում են, ինչքան գիտեմ, խմած է եղել։ Դատի տվեց։ Դատարանում ինքը ասում է, որ ես լսել եմ։ Այսինքն ինքը լսել է, որպես փաստ ներկայացնում է, ես շատ բան եմ լսել քո մասին, չեմ ուզում։ Հիմա չեմ ուզում այդ բառերը ասեմ, թե դու ով ես, քո բարոյական կերպարը ինչ է։ Իսկ դատարանը ասում է ինչ-որ մի երիտասարդ Գրիգորի, չգիտեմ ինչ է։ Դե ասում են, դե քաղաքական հայտարարություն է։ Ինչ սպասել քեզանից։ Ես ասել եմ, մի օր այդ խմացության հետ կապված մի օր քեզ, այդ վժվածքին, վարշապետ կոչված, այնտեղ դուք պալանքյաշների խումբ ունեք դրանց, բոլորիդ պետք է շարեմ հետը ստանեմ մարզասրահ, տանեմ լողավազան, չնայած չեմ կարծում, որ դուք ձեր մարդկային ու տղամարդկային որակ ձեռքը բերեք։ Այդ ոհմակը, որը կարող է 10 հոգով մարդ ծեծեն, դրանք գիտեք, ամեն ձևի դրանց պատասխանել հասնում է, որտեղ ստորություն է դա։ Լավ կլիներ, որ ստանային հատկապես այն քացի տվող Եվրոստիլ դեմքով են քացի տվողը կամ են բազմավոլորտ հանձնաժողովի նախագահը, որը ցուցամատը տնգած պատասխանում էր Վահե Ակոբյանի հետևից, ասում էր, սա սեռական օրգան էր ուզում որպես օգտագործել։ Այդ դրանք իրանց քիթմառուտներին ուտեին, որ իդ չլկտի անային դրանից հետո։ Բայց որովհետև իրենց շեֆը, իրենց ստրկատերը այդպեսի ստոր պահվածք է ունեցել ընդդիմության նկատմամբ, ասում են մենք ինչով ենք պակաս, առավել եւս ինքը նստած էր դալիճում եւ ՊՊՑ-ն հովանավորում էր այդ ստորությունը, այդ ծեծը։ Մի խոսքով ես ունեմ կրկնում եմ, այդ մտահոգությունը մեկ անգամ էլ պիտի ասեմ, հասկանում եմ, որ պարտվում է, ինքը ամեն ինչի պատրաստ է, ունեմ մտահոգություն, բայց այդ մտահոգությունը պետք է ասեմ հետևյալն է, ցանկացած բռնության պետք է պատասխանել բռնության։ Եթե իշխանությունը կդիմի բռնության, քաղաքացիական բախումներ կսկսի, պետք է համարժեք պատասխան ստանան, որովհետև այլ տեղ չունենք, հասկանում եք։ Այս պետությունը արդեն իսկապես հոգի խանգարումքի մեջ է հայտնվել իր պատճառով։